Այն իսկ կատարվում է Բարգավաճ Հայաստան կուսակցության թվերների հետ, դա չի վերաբերվում միայն Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, դա վերաբերում է բոլորին, բոլոր այն մարդկանց, ում երեք ուղիղ վիրավորում էր իշխանությունը, ում նույն Նիկոլ Փաշինյանը անվանում էր, նույնիսկ այդ բառերը չեմ ուզում կրկնեմ, կես միլիոնից ավել մարդկանց իրավունքի վրա այսօր բռնանում են, այո, հենց կես միլիոն մարդկանց եւ դա վստահաբար ավելի շատ են այդ մարդիկ, ոչ թե կես միլիոն։ Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք խնդիրը ինչումն է։ Հնարավոր ու անհնարին միջոցներով ուզում են հասնել մի իրավիճակի, երբ որ կկարողանան նույն Ալիև ու Էրդողանի ցանկությունները եւ հրանգները կատարեն։ Բոլոր իրավական, բոլոր հնարին եւ անհնարին իրավական միջոցները մենք օգտագործելու ենք։ Ուշադրություն։ Կիրակի օրը հրապարակվելու են ուղիղ օնլայն ռեժիմով Կիրակի օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջնական տվյալներն է հրապարակելու։ Ըստ էության, մի անգամից ասեմ, ոչ մեկին չի հաջողվի մտներով չանցնի մեր գլխի տակ փափուկ բարձ դնել։ Սատանի մայլ ենք հանդրբազություն մի արեք, ձեզանից ավելի լավ ենք ամեն ինչ հասկանում։ Ժորժ ջան, կիրակի օրը ձայների հրապարակման ժամին բոլորս միամուր հավաքվում ենք և տեր ենք կանգնում մեր իրավունքին, տեր ենք կանգնում Հայաստանի Հանրապետությանը, տեր ենք կանգնում բոլոր այն մարդկանց, ովքեր իրաց ձայնը բարձրացրել են և տվել են այս ընտրությունների ժամանակ եւ բնավ կապ չունի ում են ձայնը տվել։ Յուրաքանչյուր քվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու մեզ համար ամենակարևորագույն նշանակությունը ունի։